Մարդ, որը կարող էր ապրել այնպիսի կյանքով, որը միլիոնավոր մարդկանց երազանքն էր, սակայն նա ընտրեց դիմադրությունը։ 5 լեզու տիրապետող ինժեներ եւ հաջողակ գործարար, ով զենք գնելու համար վաճառեց իր սպորտային մեքենան։ Նա կարող էր ապրել հարմարավետության մեջ, բայց ընտրեց ռազմիկի ճակատագիրը։ Նա հրաժարվեց նույնիսկ իր հարսնացուից անուն հայրենիքի։ Կարո Քահքեջյանի նման մարդկանց թիվը երբեք շատ չի լինում։ Նրանք բացառիկ մարդիկ են, ովքեր որպես կանոն իրենց դրսևորում են հատկապես ամենաճգնաժամային պահերին, իսկ նրանցից ոմանք դառնում են լեգենդներ։ Այդ լեգենդներից մեկը Կարո Քահքեջյանն էր։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Բաժանորդագրվեք ալիքին եւ սկսենք թողարկումը։ Նա ցեղասպանությունը վերապրած փախստականների ժառանգ էր, Ասլանի թոռը, մի մարդու, ով եղել է Արևմտյան Հայաստանի հայերի կյանքի եւ պատվի համար պայքարողներից մեկը։ Դեռ մանկուց Կարո Քահքեջյանի համար երկիր եւ Արևմտյան Հայաստան իմաստները մեծ նշանակություն ունեին։ Դրանք ոչ թե զուտ ձևական տերմիններ էին, այլ նրա աշխարհայացքի ձևավորման հիմքերը։ Կարո Քահքեջյանի եւ նրա նման մարդկանց համար 100 տարի առաջ իր ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած իրադարձությունները վաղեմության ժամկետ չունեին։ Ազգային ինքնությունը, պատասխանատվության գիտակցումը եւ սեփական ժողովրդի առջև պարտքի զգացումը նրան ուղեկցում էին դեռ մանկուց։ Միացյալ Նահանգների քաղաքացի, կրթությամբ ինժեներ, տիրապետում էր 5 լեզուների, հաջողակ գործարար եւ խարիզմատիկ տղա, ով ապրում էր բարեկեցիկ կյանքով եւ ուներ խոստումնալից ապագա։ Այս ամենը ամբողջացնում էր իդեալական երիտասարդի կերպարը Կալիֆոռնիայի բարգավաճման շրջանում։ Նման կյանքը շատ հայերի երազանքի մարմնացումն էր, ովքեր ձգտում էին ավելի բարեկեցիկ կյանքի ու հարմարավետության եւ պատրաստ էին իրենց հնարավորությունները փնտրել հայրենիքից դուրս։ Բայց Կարո Քահքեջյանն ուներ այլ արժեքներ եւ այլ առաջնահերթություններ։ Հայ ազգին եւ Հայաստանին սպառնացող վտանգը իր կարեւորությամբ նրա համար վեր էր ամեն ինչից։ Ազգային ինքնությունն ու ազգային արժանապատվությունն էր նրա կյանքի ուղենիշը եւ ոչ երբեք անվերջ սպառելու անհագ ցանկությունը։ Մանուկ հասակից նա մասնակցել է Կալիֆոռնիայի հայ երիտասարդների հասարակական կյանքին, դրսևորելով ակտիվություն եւ իր ներդրումն ունենալով ազգային ինքնության պահպանման այդ պատասխանատու գործում։ Լինելով հայ եւ հատկապես ֆիդայու թոռ, ով գիտեր իր ժողովրդի պատմությունը եւ գիտակցում էր ռազմական պատրաստության կարեւորությունը, Կարո Քահքեջյանը գրեթե մանկուց զարգացրել էր զենքի հետ վարվելու հմտությունները եւ ուներ զենքի իր հավաքածուն։ Եվ ահա հասավ շրջադարձային պահը Հայաստանի ժամանակակից պատմության մեջ։ Здравствуйте, в эфире Вести. СССР больше нет. Статуса гражданин Содружества, вероятно, не будет. Երբ ԽՍՀՄ-ը ապրում էր իր գոյության վերջին տարիները, իսկ Հայաստանը անկախության ճանապարհին գտնվում էր անցումային շրջանում, որտեղ ամեն ինչ անորոշ էր։ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Եվ հանկարծ երկիրը ծնկի եկավ 1988-ի ծանր երկրաշարժի հետևանքով։ Ի պատասխան այս աղետի, հազարավոր հայեր ամբողջ աշխարհով մեկ հայտնեցին իրենց համերաշխությունը եւ օգնելու պատրաստակամություն։ Կարո Քահքեջյանը մի խումբ համախոհների եւ իր հարսնացուի հետ նույնպես որոշում կայացրեց մեկնել Հայաստան, տուժած շրջաններում օգնություն եւ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Երազել եմ, որ հայրենիքում ապրեմ, ես իմ երազանքը եղել է։ Ինձ համար այսօրվա դրությամբ Հայաստանի բուգագը ոչ մի աստեցություն չունի։ Կարող է ես շատ լավ կյանք ունեցել եմ արտասահման, բայց դա կարևոր չի։ Գնահատեմ 4 հաց ուտեմ, չուր խմեմ, բայց իմ հայրենիքում ապրեմ։ Հայաստանում գտնվելու ընթացքում խումբը, որում նաև Կարո Քահքեջյանն էր, բնականաբար տեղեկություններ էր ստանում Ադրբեջանի հետ հակամարտության եւ Արցախում տիրող ծանր իրավիճակի մասին։ Մի օր Երևանի կենտրոնում զբոսնելիս նա նկատել է մի մեքենա, որի մեջ մի խումբ զինված մարդիկ են եղել։ Առածիորեն կանգնեցնելով մեքենան, Կարոն ծանոթացավ մեքենայում նստած մարդկանց հետ եւ հետաքրքրվեց, թե ուր էին նրանք գնում
ինչ նպատակով եւ ընդհանուր առմամբ ինչպիսին էր իրավիճակը։ Եվ իսկապես, այս իրադարձությունը շրջադարձային էր Կարո Քաքեջյանի կարճ, բայց վառ կյանքում։ Այս դրվագը դարձավ նրա կյանքի նոր փուլի սկիզբը, որտեղ ձևավորվեց Կարո հրամանատարը եւ հետագայում նաեւ Կարո հերոսը։ Կարո Քաքեջյանը վճռականորեն էր տրամադրված մնալ Հայաստանում, ավելի մանրամասն տեղեկանալ իրավիճակին եւ ձեռնարկել հստակ գործողություններ։ Աբջեպ ընդունած այս որոշումը չէր համապատասխանում այն խմբի ծրագրերին, որի հետ նա ժամանել էր Հայաստան, եւ առավել եւս չէր համընկնում իր հարսնացուի ծրագրերի հետ։ Բայց ոչինչ չէր կարող կանգնեցնել նրան։ Նա ընդունեց որոշում եւ ընտրեց իր ուղին, իսկ մնացած ամեն ինչ միայն ժամանակավոր խոչընդոտ դարձավ իր նպատակի իրականացման համար։ Կարոն այդ ժամանակ չվերադարձավ ԱՄՆ իր ընկերների հետ եւ բաժանվեց իր հարսնացուից, ով կյանքի այլ ծրագրեր ուներ։ Ես իմ ասկանունը փոխել եմ։ Ծանոթանալով սահմանամերձ գոտիներին եւ խորապես ուսումնասիրելով Արցախի ռազմաքաղաքական իրավիճակը, Կարոն մշակեց հստակ ծրագիր եւ որոշեց վերադառնալ Միացյալ Նահանգներ։ Նրա ծրագիրը շատ պարզ էր իր պատկերացմամբ, սակայն բարդ հասարակ մարդկանց համար։ Միացյալ Նահանգներ ժամանելուն պես Կարո Քաքեջյանը սկսեց վաճառել ունեցվածքը իր ջոկատը կազմավորելու նպատակով։ Շուտով Արցախյան պատերազմի պատմության մեջ Խաչակիրները անվան տակ մտած այս ջոկատը դարձավ ամենավառ ու օրինակելի ռազմական կազմավորումներից մեկը։ Թեպետ նրանք փոքրաթիվ էին, բայց դարձան հատուկ նշանակության խումբ, ում վստահում էին ամենաբարդ եւ ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրների կատարումը։ Կարո Քաքեջյանը եւ Խաչակիրներ ջոկատը կենտրոնացած էին բացառապես պատերազմի վրա։ Նրանք չէին անդամակցում որևէ քաղաքական կուսակցության եւ որևէ քաղաքական հոսանքի։ Իմ կուսակցությունը իմ երկիրն է։ Սա էր Կարո Քաքեջյանի կարգախոսը։ Կարո Քաքեջյանի համար պատերազմի ընդամենը մեկ ելք գոյություն ուներ՝ Արցախի, ներառյալ Շահումյանի ազատագրումը եւ Հայաստանի ու Արցախի միավորումը, որևէ այլ տարբերակ նրա համար ընդունելի չէր։ Ինչպես մի անգամ ասել է ինքը, Կարո Քաքեջյանը, Արցախը դրախտային երկիր է, եթե կորցնենք այն, կխեղդվենք Արաքս գետում։ Կարո Քաքեջյանի, ինչպես նաև ցանկացած իրական հայի համար Արցախն ուներ առանձնահատուկ նշանակություն։ Այն պարզապես տարածք չէր, այլ հայրենիք եւ ազգային ինքնության անբաժանելի մաս, որը նա անվանում էր դրախտ երկրի վրա։ 1993 թվականի հունիսի 26-ին Մարտակերտի կարևոր մարտերից մեկում, որտեղ ինչպես եւ հաճախ խաչակիրները հասան առաջինները, սակայն զոհվեց Կարո Քաքեջյանը։ Ոյ մեկ կուսակցություն չեմ պատկանիր, իմ կուսակցությունս իմ երկիրս։ Կարո Քաքեջյանի նկատմամբ հարգանքի եւ գնահատանքի աստիճանը զգացվում էր նույնիսկ Երևանում, հերոսին հրաժեշտ տալու ժամանակ։ Բազմաթիվ մարդիկ, ինչպես սովորական քաղաքացիներ, այնպես էլ հայտնի հասարակական, հոգեվոր եւ ռազմական գործիչներ հավաքվել են Եռաբլուր զինվորական պանթեոնում հերոս Քաքեջյանին վերջին հրաժեշտը տալու համար։ Թեև Քաքեջյանը այսօր մեզ հետ չէ, սակայն նրա հիշատակը շարունակում է մնալ մեզ համար որպես չափանիշ եւ ուղենիշ։ Չնայած առկա բազմաթիվ խնդիրների, մենք որպես ազգ մեր ընթացքը շարունակում ենք հենց այսպիսի բացառիկ անհատների շնորհիվ, ինչպիսիք է Քաքեջյանն ու մյուս հերոսները։ Կարո Քաքեջյանի կյանքը ոգու ուժի, հայրենիքի նվիրվածության, ազատության, ազգային ինքնության եւ արժանապատվության համար պայքարելու մի ամբողջ օրինակելի պատմություն է։ Ոչ մի զիջում, անցանք է զիջելը։ Զիջել նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել։
Գարեգին Նժդե։ Ցավոք, գտնվելով այսպիսի խորքային ճգնաժամում, մենք դեռևս շարունակում ենք փնտրել միմիայն այնպիսի լուծումներ, որտեղ մեր մասնակցությունը չի պահանջվի։ Կա պարզ պատմական ճշմարտություն, այն լուծումները, որտեղ մեր մասնակցությունը չի պահանջվում, դրանց արդյունքները որպես այդպիսին չեն կարող լինել մեզ համար բարենպաստ։ Դրանք մշտապես ծառայում էին այն մարդկանց շահերին, որոնք լուծել են այդ խնդիրը։ Կարո Քահքեջյանի կյանքը այն բացառիկ օրինակն է, թե ինչպես մարդը պետք է ստանձնի իր բաժին պատասխանատվությունը սեփական ազգի նկատմամբ։ Իսկ արցախյան գոյամարտի որ հերոսին կուզեիք, որ մենք անդրադառնանք մեր հաջորդ թողարկումներում, գրեք մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ էր Սուրեն Պետրոսյանը։ Մինչ նոր հանդիպում։